ովքեր ծնվել են ուրեմն 4 թվանշանի ներքո, այսպիսի մարդիկ պետք է ընդհանրապես իրենց կյանքում զբաղվեն սպորտով, կարգուկանոն հաստատեն, եւ կարգուկանոնով, կստացի, իրենք պետք է իրենց օրը, եթե աշխատում են, կարգավորեն, ամեն մեկը ունենա իր ժամանակ, ասենք, այսին ժամին սա եմ անում, այն ժամին նա, պետք է դուք նպատակ դնեք եւ սկսեք կամաց ձեր նպատակներին հասնել։ 4-երի մոտ շատ ժամանակ լինում է այնպիսի հետաքրքիր իրավիճակներ, որ ձեզ կարող են չգնահատել, դա ինչից է, որովհետև դուք չեք կարողանում մարդկանց մերժել, ասել ոչ, Այստեղ խնդիրը նրա մեջ է, որ դուք պետք է կարողանաք միգուցե փոքր ժամանակվանից խնդիր է եղել ձեր գիտեք ոնց, ձեր ուրեմն այն ինչ ձեզ նեղացրել է, այսօր դա բավականին ազդում է, միգուցե բարեկամները ձեզ, ծնողները, փոքր ժամանակ ասել են, բայ դու ես ինչ լավն ես, դա շատ սխալ արտահայտություն է, այլ հակառակը, եթե դուք ինչ-որ լավ բան եք արել, իրենք ձեզ պետք է ծնողները, թե հայր, թե մայր ասեն, ես ինչ լավ բան ես արել դու, ձեզ կարող են ասել խոսքի օրինակ, քեզ պետք է մտածես քո ծնողի մասին, քո քույրերի մասին եւ այլը, ստեղից կարող է խնդիրներ լինի ձեզ մոտ, դրա համար կամ բաներ, որոնք որ դուք ձեր մեջ պետք է անալիզ անեք, դրականով մտածեք, հենց դա էլ պատճառն է, որ ձեզ չեն գնահատում, այնպիսի տպավորություն է լինում ձեզ մոտ, ձեր շրջապատում, մարդկանց հետ եւ այլը, կարծես դուք ինչ որ մեկին պարտավոր եք կամ պարտական եք, ոչ, իրականում այդպես չի, դուք պետք է աշխատեք ձեր ինքնագնահատականի վրա, սիրելի չորսնյակներ, ովքեր ծնվել են 4-ին, 13-ին, 22-ին, դուք եւ 31 թվանշանի ներքո, դուք պետք է դա գիտակցեք եւ հասկանաք, ընդհանրապես, եթե դուք ուզում եք ձեր կյանքում ինչ-որ հաջողությունների հասնեք, ձերն էլ մեծ կապ ունի հաշվարկների հետ, դուք պետք է կարողանաք աշխատել սա կանանց համար, որպես ճարտարապետ, որպես ստեղծող, կառուցող, այլ ոչ թե քայքայող եւ քանդող, դրա համար դուք սովորեք մարդկանց մերժել, աշխատելով ձեր ինքնագնահատականի վրա, կարգուկանոն հաստատելով ձեր կյանքում եւ սպորտով զբաղվելով, հետևելով